Նիկոլ Փաշինյանը խոսում էր խաղաղությունից, մենք տեսնենք, որ տարածաշրջանում պատերազմը գնալով ավելի գերլարված է դառնում, ինչ հետևանքներ եք տեսնում եւ ստեղծված իրավիճակը ինչպես կգնահատեք։ Կա երկու հարթակ, որտեղ եք այսպես խաղաղության մեսիջները հղում, ԵԽԽՎ-ում Եվրոպայի խորհրդարանում ցանկանում էր նշել, որ Ադրբեջանի հետ իրենց այսպես ճանապարհը միաբան է, այն պատվիրակված թեզերը, որ իրար հանձնվել են այդ նաև Եվրամիության առանձին ներկայացուցիչների եւ հանձնակատարների մակարդակը պարտաճանաչ կերպով իրականություն է սարքում, խաղաղության թեզերի հաջորդ շահառունը հայ հասարակությունը ունենք նախընտրական պրոցեսներ, իզուր չի որ այդ խաղաղության սիմվոլիզմին ամենաառավոտի ցույց է դնում եւ ամենտեղ խոսում է խաղաղությունից, բայց adekvat թափ մտածող մարդիկ հասկանում խաղաղությունը կամ աշխարհում երբևէ որևէ խաղաղություն թղթով չի եւ խոստումով չի, այլ ուժային բալանսով ու զսպումով։ Անվտանգությունն է ծնում խաղաղությունը, ոչ թե հակառակը, երբ որ դիմացի կողմով հավակնություններ ունի քո տարածքի նկատմամբ եւ համենայն խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին, ավելին ասեմ ինքը գիրառական առումով պատրաստվել է դրան եւ մենք շուտով կտեսնենք այդ ամեն ինչը, որ առաջին իսկ առիթը լինի, խոսում է դրա մասին, դու խոսում ես խաղաղության մասին, իսկ խաղաղությունը մատուցվում է որպես կապիտուլյացիա, ոչ մի բան, բայց քանի որ նախընտրական պրոցեսը այս մարդիկ լարված են, վերջի տարիներին մեղմ ասած ամենատարբեր ծանր վիճակների միջով են անցել, կանադատ խոսելով խաղաղության մասին, փորձում մարդկանց կաշառել։ Այս գովազդված թրիփի ուղին որքանով է իրատեսական Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների ֆոնը։ Հարցը տեղին էր, որովհետև նախ իրականության մեջ չկա թրիփ, այդ ուղղակի բանը փաթեթավորում է ամերիկյան նախագահի այսպես ամբիցիաները սպասարկելով տեսանկյունից սկսիում այդպիսի բաներ, դա իր անձնական գործն է, գերտերության ղեկավարը։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի Միջանցքին, որի անունը դրվել է թրիփ, դա ամերիկյան կուրացիայով թուրքական սեգմենտի հաղորդակցային երաշխավորված ուղի է։ Բայց Իրանի հետ պատերազմը կարծես թե որոշակի իրավիճակ փոխեց, դուրում միշտ չի որ մենք կարող ենք ասել դրական առումով թե բացակ, որովհետև Իրանի շուրջ ցամաքային պատերազմ լինի, իսկ այդ պատերազմը ստացվի գիտի ինչ մասշտաբներ կընդգրկի, թրիփի կարևորությունը էականորեն փոխվելու է, եթե ցամաքային պատերազմում Իրանը սկսեց զիջել, որովհետև ոչ մեկին հետաքրքիր չի Սյունիքը մեծաշոր։ Եթե չզիջեց, ապա Սյունիքը կարող է նաև ճակատագրական լինել, զորք են տեղափոխել ասել Թուրքիայից Ադրբեջան կամ հակառակը, որովհետև մենք չգիտենք թե ովքեր կարող են մտնել այդ պատերազմի մեջ, գումարած ենթադրենք փաստականներ տեղափոխվեցին, Հայաստանը չի կարողանում սպասարկի այդ անվտանգության իր նվազագույն նշաձողումը դիմելով Ռուսաստանին, իհարկե ոչ։ Դիմելու առաջերտին Թուրքիային, Ադրբեջանին, նշելով որ մենք նույն ընդհանուր խնդիրներն ունենք։ Հետևաբար, այսինքն թուրքական, ադրբեջանական զորքերը ամենատարբեր կարգավիճակներով, խաղաղապահ կարգավիճակով, հումանիտար կատաստրոֆան, այսինքն աղետը բեկանելու, դրա դեմն առնելու այսպես պատրվակներով կարող են տեղավորվել այս ամբողջ գծի տակ։ Դժվար է ասել, թե որ սցենարը կլինի, որովհետև այս մեծ քաղաքականությունը այստեղ կարող են հարյուրավոր սցենարներ լինել եւ դրվագներ են դուրում, երբ որ ասում ենք էսկալացիա, երբ որ Իրանը հասկացավ, որ իրեն շրջափակելու են, ով ասաց, որ ինքը կթողի, որ մյուսները վերցնեն Սյունիքը եւ ինքը առաջ քայլը ասենք թե չի անի։ Սրանք բոլորը թեզեր են, որոնք գոյության իրավունք ունեն, բայց մենք չգիտենք, որ իրականություն կդառնա, որը ոչ։